Բերդ քաղաքում անցկացվեց Տավուշյան լիզեր ֆորումը իր ներսում համախմբելով համայնքային զարգացմանն ուղղված ծրագրերի հեղինակներին ու տեղական դերակատարներին։ Միջոցառման նպատակն էր նախ խրախուսել լավագույն նախաձեռնությունները, նաև բարձրացնել դրամաշնորհառու ծրագրերի և դրանց հեղինակների ճանաչելիությունը Տավուշի մարզում։ Լիզեր ծրագրի առանցքում տեղական բնակչության ակտիվ մասնակցությունն է, սոցիալ-տնտեսական կենսունակության ապահովումն ու համայնքային խնդիրների լուծումը ներքևից վերև մոտեցմամբ։ Այս 2 տարիների ընթացքում Ծիլիծով Տախի կողմից տրամադրվել են 42 դրամաշնորհային ծրագրեր, որոնք միանշանակ միտված են եղել մեր համայնքի սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանը։ Հետադարձ նայելով անցած արդեն 2 տարիներին կարող ենք փաստել, որ այդ ծրագրերը այո իսկապես մեր համայնքում բավական փոփոխություն են բերել, թե իրենց նորարարական կոնտեքստով, թե սոցիալ-տնտեսական ազդեցությամբ եւ կարողացել են այդ անհատները կամ խմբերը իրենց համայնքում ինչ-որ մի բան դեպի լավը փոխել։ Այս դրամաշնորհային ծրագրերը հնարավորություն են տալիս մարդկանց իրենց ունեցած, այսպես ասած, վաղեմի երազանքները կյանքի կոչել համապատասխան գիտելիքների եւ գործիքների առկայության պարագայում։ Այսինքն գյուղը այլևս դառնում է հեռանկարային, որտեղ կարելի է ապրել, որտեղ կարելի է արարել եւ որտեղ կարելի է նաեւ հաջողությունների հասնել։ Միջոցառման ընթացքում հնչող խոսքերում կարևորելով ծրագրի բազմավեկտոր ուղղությունները, ընդգծվեց նաև, որ նման հարթակները հնարավորություն են խթանելու համագործակցությունը տարբեր դերակատարների միջև՝ գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, մարզից մարզ։ Լիդերը որպես հիմք այս մեր տեղական ակտիվ խմբերի առանցքային ձող կարողանում ենք տարածել Հայաստանի տարբեր մարզերում։ Ինչպես գիտեք, այսօր մենք գործում ենք 3 մարզում՝ Լոռի, Տավուշ եւ Շիրակ, սակայն ես որպես Գանձոր տեղական ակտիվ խմբի անունից կարող եմ նշել, մենք առանձնանում ենք մեր կառուցվածքով, մեր աշխարհագրությամբ առանձնանում ենք, քանի որ 2 մարզ ենք համակարգում՝ Լոռի եւ Տավուշ, Ալավերդի եւ նոյեմբերյան խոշորացված համայնքները, եւ ինչքան էլ որ մենք նշենք մեր ռազմավարական նպատակները, ռազմավարական ուղղությունները, մեր բոլոր տեղական ակտիվ խմբերի ռազմավարական ուղղությունները կարող է լինել տարբեր, բայց նպատակը մեկն է՝ ունենալ հզոր, զարգացած համայնքներ, բնակավայրեր մեր մարզերում։ Ֆորումի ընթացքում մրցույթի մասնակիցները ներկայացրին իրենց ծրագրերը մշակույթի, կրթության, գյուղատնտեսության, էկոլոգիայի ու փոքր ձեռնարկատիրության ոլորտներից։ Ներկայացումները միտված էին մրցույթային գնահատմանը, ապա նաև ծրագրերի հանրայնացմանն ու փորձի փոխանակմանը։ Բացի հաշվետվողականությունը շատ կարևոր է մեր համար, մեր դրամաշնորհառուները մեկը մյուսի ծրագրերին կարողանան ծանոթանան, մեկը մյուսի փորձով կարողանան ուրախանան եւ փոխանակվեն եւ շատ կարևոր է նաեւ այն, որ ոչ բոլոր դեպքերում է, որ բոլորը արձանագրում են շատ բարձր ցուցանիշներ, ամեն մեկը յուրովի է արձանագրում եւ կարևոր է նրանով, որ ամեն մեկը մյուսի հաջողությունը տեսնելով էլ ավելի է ոգևորվում եւ բոլորի հաջողությունները մենք տեսնելով մենք ինքներս ենք ոգևորվում եւ պատրաստվում գալիք տարում ավելի նոր եռանդով աշխատանքի լծվելու համար։ Մրցանակաբաշխության ավարտին ամփոփվեցին արդյունքներն ու հայտարարվեցին հաղթողները 5 անվանակարգերում։ Լավագույն նորարարական մոտեցում, ամենաստեղծագործական թիմ, լավագույն համագործակցություն, կայուն գաղափար ու ժողովրդական ընտրություն։ Այս օրինակ միջոցառումները տեղական նախաձեռնությունների տեսանելիության բարձրացմանն են նպաստում, նոր համագործակցությունների ձևավորմանն ու համայնքային զարգացման շարունակականությանը։ Տեղական զարգացումը սկսվում է համայնքում ձևավորված գաղափարներից։ Ծիլիծով տեղական ակտիվ խումբը դարձել է այդ գաղափարները համագործակցության վերածելու հարթակը։